պարոն Օվերչուկը այդ հանդիպումից հետո մեկնաբանություններ տալիս թվում էր թե այսպես ավելի բացելու Պուտինի խոսքը, ասում են անցած ամռանը մենք ուղիղ հարցրինք Հայաստանի վարչապետին, Հայաստանում ռուս ներդրողների հեռանկարների մասին նա ուղիղ պատասխանեց մեր ուղիղ հարցին, ռուսական բիզնեսը Հայաստան վտանգված չեն։ Փաստը սակայն հակառակն են խոսում, մենք տեսնում ենք, որ մեզ ասում են մեկ բան, իրականում այլ բան է տեղի ունենում, նախ խախտվել են ուշադրություն դարձրեք էլեկտրաէներգիայի ձեռքբերման եւ մանրածախ առևտրի ոլորտում շահագրգռված ռուս գործարարի սեփականության իրավունքները, իսկ հիմա ռուսական պետական ընկերությանը առաջարկվել է վաճառել կոնցեսիան։ Ես ստուգեցի արդյոք իրոք ռուս բառն է օգտագործել թե ոչ, փաստորեն այո, ինչպես կմեկնաբանեք։ Դե ես կարծում եմ, որ պարոն Օվերչուկի հայտարարությունը ավելի շատ քաղաքական է, քան իրավական։ Ես վստահ եմ, որ Հայաստանում որևէ տնտեսվարող որևէ խնդիր չի ունենում, եթե այդ գործունեությունը իրավական գնահատականի կամ այլ իրավական գործընթացների ենթակա։ Կնեք, եկեք բացենք փակագծերն։ Նա ասում է Սամվել Կարապետյանի իրավունքները խախտվել են։ Որտեղ։ Հեծով չի խախտվել։ Բռնագանձելով այդ ընկերությունը։ Ուրեմն հեծը հանրային ծառայություն մատուցող կառույց է։ Հեծի շուրջ բազմաթիվ գործընթացներ են եղել, միջև երբ սկսեց նաև կառավարությունը հեծի վերադարձի պետական, ուրեմն սեփականության տարածք տարբեր հանձնարարականներ եղել վարչապետի կողմից եւ բազմաթիվ կառավարման իմաստով բազմաթիվ խնդիրներ են եղել եւ հիմա դատական տարբեր ացաններում տարբեր բաներ վիճարկվում են եւ որևէ տեղ ես չեմ հիշում, որ իրավական այնպիսի գնահատական հնչի, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ գործիք է կիրառել, որը օրենքի շրջանակում չի։